Բարև բոլորին, իսկ դուք երբևէ մտածել եք, որ դուք կարող եք մի ամբողջ պատմություն ստեղծել ձեր մատին։ Թե ինչպես անել դա, եկեք միասին բացահայտենք։ Ճապոնիայում ես գտա մի վայր, որտեղ դու պարզապես սարդ չես գնում, դու ստեղծում ես այն, ընտրելով իրական հին ճապոնական մետաղադրամ, Մեիջի Թայշո կամ վաղ Շովա ժամանակաշրջաններից։ Պատկերացնում ես, քանի պատմություն է անցել այդ մետաղադրամի միջով։ Այստեղ նույնիսկ կարելի է գտնել իրական արծաթյա մետաղադրամ։ Պատկերացնում ես, քանի պատմություն է անցել այդ մետաղադրամի միջով։ Հետո սկսվում է կախարդանքը։ Մետաղադրամի մեջ անցք ենք բացում, մետաղը ձևափոխվում է, լայնանում, երբեմն նույնիսկ տաքացվում քո մատին համապատասխան մատանի դառնալու համար։ Բայց ամենագեղեցիկ մասը այն է, որ դու ինքդ ես պատրաստում քո մատանին։ Քո ձեռքերը, քո շունչը, քո էներգիան եւ վերջում դա պարզապես մատանի չէ։ Դա պատմություն է, որը պատկանում է քեզ ու միայն քեզ։ Դա շատ հաճելի եւ զվարճալի փորձ էր ինձ համար։ Մետաղադրամից մնացած մասով կարելի է նույնիսկ ստեղծել քո անձնական վզնոցը։ Իսկ դուք կցանկանայիք ստեղծել այսպիսի մատանի, անպայման գրեք կոմենտներում։ Ավելի շատ վիդեոների համար անպայման բաժանորդագրվեք իմ էջին։